Բարի օր, հարգելի հայրենակիցներ, այս անգամ տեսանյութիս հասցեատերը ընդդիմության դաշտում դիրքավորված երկրորդ նախագահի քարոզչական թիմին է ուղղված։ Օրեր առաջ Հայաստան Դաշինքի քաղաքական համաժողովին երկրորդ նախագահը ունեցավ մի ելույթ, որից մի հատված թեմատիկ առումով ակտուալ, ուզում եմ ձեզ հիշեցնել։ Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատի, այլ բոլորը թիրախավորեն նրան, ովքեր արհալիք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու է։ Եվ ահա ընդամենը օրեր անց երկրորդ նախագահի քարոզչական առաջամարտիկ հանդիսացող հեռուստաընկերության տաղավարում հայտնվում է մարդ, ով երկրորդ նախագահի քարոզչական թիմի անդամ է եւ ունի համապատասխան դոստուպ երկրորդ նախագահի էքսկլյուզիվ ասուլիսներին եւ հարցազրույցներին։ Այդ մարդը իր եթերաժամանակի կեսը նվիրում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին քննադատելով, մանիպուլյացիաներով, կեղծիքներով, տարիներ շարունակ իրենց կողմից հորինված եւ իրենց կողմից դաշնետված սատերով հաստատի երկրորդ նախագահի քարոզչական թիմը տեղեկատվական պատերազմ է հարուցում մեր դեմ։ Ուզում եմ հասկանալ ինչու։ Եթե լիներ հոգեբանական խնդիր միայն, կմտածեի մազոխիստ եք։ Իսկ քաղաքական տեսակետից կամ իրոք չեք ուզում հաղթահարել այդքան բաղձալի ու տոկոսանոց շեմը, կամ էլ ավելի վատ, փորձում եք կռվել ընդդիմության բոլոր ճամբարների հետ, ընտրարշավը վերածել ներընդդիմադիր գզբռտոցի եւ ձեռքերը ազատել Նիկոլ Փաշինյանի համար սեփական քարոզչությունը առաջ տանելու նպատակով։ Միթե սա են վարկածները, որոնցով դուք առաջնորդվում եք։ Ես չգիտեմ ինչ կարծիքի է այս ամենի մասին երկրորդ նախագահի շուրջ հավաքված քաղաքական թիմը, բայց այն, որ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը կամ փորձում է վերարտադրել Նիկոլ Փաշինյանին, եւ ես սկսում եմ դրան հավատալ, կամ էլ պարզապես առաջնորդվում է նեղ անձնական ամբիցիաներով եւ անհասկանալի վրեժ խնդրությամբ։ Այն կուսակցության եւ այն առաջնորդի նկատմամբ, ով առաջինն է բարձրաձայնել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված շինցուքրեական գործի հետ կապված որպես քաղաքական հետապնդում, ով միակն էր կուսակցություններից, ով հստակ հայտարարություն է արել եւ ով պայքարել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Տղեկ, ես ինչ եք անում։ Հանրապետական կուսակցությունը թողնում է իր համար ամբողջ իրավասությունը պատասխանելու նման ընդդիմադիր դաշտում հարուցված բացահայտ տեղեկատվական ագրեսիաներին։ Այդ պատասխանը կլինի եւ սիմետրիկ, եւ գուցե նաեւ ասիմետրիկ։ Ես ձեզ զգուշացնում եի։